Փետրվարի 25-ն է Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի դեպի Երևան ընթացող հատվածում Opel Mapei-ի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի եւ ահա կոհաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջին օգնության են ասել քաղաքացիները, եւս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Սևան բժշկական կենտրոնի շտաբ օգնության բժիշկների հերթապախումը տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատարը Ալբերտ Մարտիրոսյանը եւ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը այս պահին ժամանել են նույն գումարտակի բարեկները գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի գլխավորությամբ եւ գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Տեսնում եք դեպի Երևան ընթանալիս է եղել ավտոմեքենան, բախվել են ծառի, հաստատուն ծառին, արմատից կոտրել այն, ապա առաջ ընթացել, 2 ծառի է բախվել, 3 ծառի, այ մամաճան։ Եվ այնուհետև բախվել մի քանի ծառերի եւ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Վթարի մասին բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը Սևանի բժշկական կենտրոնի շտաբ օգնությունը վերադարձավ բժշկական կենտրոն ու քանի որ ողբերգական ավտովթարը տեղի ունեցել Կոտայքի մարզում, հետևաբար դեպքի վայր ժամանեցին արդեն Աբովյան Հրազդան բժշկական կենտրոնի դիատարը։ Այս պահին արդեն մահացածին տեղափոխում են պատգարակով դիատարի մոտ, որպեսզի տեղափոխեն դիահերձարան։ Իմ տեղեկություններով, որը քիչ առաջ եմ պարզել, մահացածը եւ վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, մահացածն էլ Պաշտպանության նախարարության ծառայող է հայրենիաց ծրագրով, ծառայող է ասեցին, Տավուշի մարզի բնակիչ է մահացածը եւ վիրավորները նույնպես Տավուշի մարզի բնակիչներ են։